չափազանց հետն էին գնում։ Վերջին 1-2 ամսվա ընթացքում ընդհանրապես քարտեզի վրա ինքը աշխատում էր ձեռքի ափով եւ ոչ թե մապիտով։ Ափով էր բարձրացնում իր չափը։ Եվ մեծ մարդ ունենք իր առաջ։ Ու հանդիսավորությունը այսօր որով Մոնթեին հողարկավորում ենք դա ընդամենը հանդիսավորություն կլինի և կմնա, եթե Մոնթեի իսար թողած գործը չավարտենք։ Սա է միակ ապացույցը մեր սիրո, մեր լիարության Մոնթեի նկատմամբ, Մոնթեի հայրենիքի, մեր հայրենիքի նկատմամբ։ Մոնթե Բելկոնյանը ինձ հայտնի ամենաազնիվ հայն էր, չեմ չափազանցնում և ասում եմ ոչ թե իր հողարկավորության օրը, ապշելու ազնվության տեր մարդ էր, իր ապշելու քաջությունը այնքան չէր զարմացնում, որքան իր ապշելու ազնվությունը ու քաջության ու ազնվության այդ խարդուրցով ինքը դարավ մեր ազատագրական պայքարի ամենափայլուն, ամենավեհ ոգեղեն գործիչներից մեկը։ Ու հավատացեք, մեր կողքին կան մեծ զորավարներ, դժդեհներ, չվախենանք այդ բառից։ Մոնթեն իրենցից մեկն էր, առաջիններից մեկը։ Մոնթեն իսկապես բանակի, հայոց բանակի գաղափարական թևի ներկայացուցիչն էր։ Այն հրաշալի խառնուրդը, որը վաղը մեզ դարձնելու է աշխարհի ամենազոր բանակներից մեկը։ Մոնթեի կորուստը շատ մեծ կորուստ էր։ Դա լոկ զորավարի, դա լոկ զինվորի կորուստ չէր։ Ուղղակի, եթե ճշմարիտ է ձևակերպումը, թե յուրաքանչյուր ազգ հզոր է նաև իր մեծ մեռյալներով, մեր միակ սփոփանքը նա է, որ մենք հզոր ենք նաև այսօր արդեն Մոնթեյով։ Խաղաղության կորուստը չէր, Արցախի և Հայաստանի կորուստը չէր, որի կորուստը ամբողջ հայազգի կորուստն էր։ Ազգովի պիտի սգանք Մոնթեյի համար և ազգովի պիտի համախմբվենք մեր մեծ մեռյալների վերջինը Մոնթեյի հիշատակի, Մոնթեյի ոգու շուրջ։ Եվ պիտի երդվենք, որ Մոնթեյի թողած գործը կիսատ չի մնալ։